Երբ Մինասը փորձեց սուրճ խմել, զանգ ստացավ, նա այն դրեց մի կողմ և չխմեցը փչացնելով տղամարդու ծրագրած ցանկացած ծրագիր։ Մինասը պատկերացում անգամ չուներ, որ կարող էր այդ օրը մահանալ։ Սեդան այժմ կհետևի Մինասին տեսնելու, թե ում հետ է նա խոսում, քանի որ այն մարդը, որը խնդրել է Մինասին բացահայտել իրեն, նույն մարդն է, ով ուզում է սպանել նրան։ Սակայն, երբ Սեդան լսի նրանց զրույցը, նա կհասկանա, թե ինչ է պատահելու Մինասի հետ։ Այնուհետև Սեդան կդիմադրի Մինասին և կասի. «Մինաս, կարծում եմ, դու չպետք է լսես ոչ մեկի խոսքերը, քանի որ մեծ վտանգ կա»։ Զսելով սա, Մինասը կասի. «Դու ինձ սա ասում ես, երբ մենք քեզ ասացինք, որ տղամարդու հետ չլինես։ Եվ հետո ինչ արեցիր»։ Սեդան կասի. «Մինաս, ներիր ինձ, որովհետև այն, ինչ դու ասելու ես, քեզ համար շատ տարօրինակ կհնչի, որովհետև ինչ, որ մեկը ուզում է սպանել քեզ»։ Որից հետո Մինասը կասի, որ Սեդա, դու խելագարվել ես, ինչու պետք է ինձ սպանեն, բայց Սեդան կասի, որ Մինաս, դու պետք է մեկ անգամ հավատաս ինձ, որովհետև ես ճշմարտությունն եմ ասում,